Սիրելի հետևորդներ ջան, ողջույն բոլորիդ, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք թավայի մեջ ինչպես հաց թխել, դե գնացիք պատրաստենք մեր խմորը, սիրելի հետևորդներ, մի րոպե նցանեմ, որ երևա, հիմա, երևում է, չէ՞, մեկ ճաշի գթալ շաքարավազ, մեկ ճաշի գթալ, սես թափտված ճաշի գթալ դրոշ և մեկ բաժակ տաք ջուր։ Մեկ բաժակ տաք ջուր, մեկ ճաշի գթալ ալյուրի հետ միասին, թողնենք մի քիչ հասունանա, խառնենք, այսենց, թողնենք մի քիչ հասունանա մեր դրոշը, հետո սկսենք խմորը պատրաստելը։ Սես լավ տրորում ենք, լուծվի ջրի մեջ, ջուրը ասեմ, որ գոլից մի քիչ տաք է, շատ եռման չէ էլի ջուրը, դե թողնենք մի քիչ հանգստանա, հետո նորից կմիանանք։ Ծածկում ենք բերանը ու թողնում ենք հանգստանա։ Սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք ինչպես է բարձրացել, հասունացել ու արդեն։ Բերեմ։ Ձեռքերով չի ուզում հասնել, բայց ոչինչ լավ, չի ուզում ձեռքով խմորն անեի։ Շրեփը գթա իմ ուզածը չէր, բայց ես գթա, հիմա ալյուր ենք ավելացնում, սիրելի հետևորդներ, բա մոռացա աղ չեմ ավելացրել, ամենակարևորը աղը, մի պտղունցի չափով, իրան չափով աղ, մի քիչ էլ, հերիք է։ Խառնում ենք, տեսնում եք ոնց է հասունացել։ Ես շշոն կաթուն էի, մաղազիլկեն չէի որոշել, որ այսօր պետք է պատրաստեի, թե չէ կհանեի նրանով կսարքեի ջրի տեղը այդ կաթը կլցնեի։ Մի քիչ ալյուրը լցնենք, ալյուրն էլ իհարկե մաղած պատրաստա։ Խառնում ենք։ Սիլիկոնի գթալով լավ է լինում, էլի, սա կողքերով հավաքում է։ Դե գթալ բերեմ ալյուրը։ Ալյուր էլի է պետք։ Երբ որ արդեն կդժվարանա, այն ժամանակ ձեռքով կհունցեմ։ Ժամանակն է, որ շուտամ սեղանի վրա։ Մի քիչ ալցանեմ սեղանին, որ չկպնի։
Կերանքով եզրերով այս էդ մաքրում ենք, այսեց բացրեցի, մի հատ էլ ալյուրով շերեփը մաքրենք, այսեց, սա դրեցեմ մի կողմ, հիմա հունցեմ մեր խմորը սեղանի վրա, քիչ եմ վերցրել, որ մեր թավան այդքան էլ մեծ չի, այսինքն մեծ էլ ունենք, բայց որոշեցի փոքրով պատրաստեմ, հլատանանք փոքրով ոնց է լինում, մի օր էլ մեծով կպատրաստենք։ Բուսական յուղ ձեռքերիս վրա, արդեն պատրաստ է, հիմա ինչ է կանելու, մանգաշ չես գտնեմ, վերցնում են էլ տեղը չեն տնում, թավայի տակը մի քիչ բուսական յուղ ենք ավելացում, իհարկե ես տունը բուսական չունեից զեյթունի յուղ ունեի, դե ոչինչ տարբերություն չկա, այսինքն լավ քսում ենք, հիմա այս խմորը դնելու ենք թավայի մեջ, այսենց հավասարացնելու ենք այս ձևի, ես ջեռուցը արդեն տաքացրել եմ 50 ջերմաստիճանի տակ, հիմա կդնեմ, բերանն էլ չեմ փակի, որ ինքը հասունանա, հետո կփակեմ արդեն բերանը, հիմա կդնեմ ջեռուցի մեջ, հետո կհանդիպենք, սիրելի հետևորդներ ջան, ես մոռացա ձեզ ասեմ, որ դնեք ջեռուցում 50 ջերմաստիճանի տակ, որ խմորը շուտ բարձրանա, հասունանա, անպայման կափարիչը դրեք վրան, հիմա գազօջախը ես վառել եմ և դնում եմ մարմանդ գազօջախի վրա, մի րոպե, լավ ասեց, դե սպասենք եփվելուն, սիրելի հետևորդներ ջան, մինչև որ մեր հացը կպատրաստվի, մենք մի հատ սուրճ խմենք միասին, շուտ տակ, որ միշտ չխանգարի, շաքարավազ չեմ ավելացնում, որովհետև գիտեք կարամելով եմ խմել,
մեր սուրճն էլ արդեն եփեց։ Հիմա նստենք, վայելենք։ Գիտեմ, որ դուք էլ եք սուրճ դրել, կամ թեյ, կամ սուրճ։ Միասին կվայելենք։ Սիրելի հետևորդներ ջան, եւ YouTube-ը անունները փոխանցել, ես հիմա կկարդամ դրանք։ Մեր սուրճը մի քիչ հովանա։ Մոռացա հիշացնեմ, որ սիրելի հետևորդներ ջան, անպայման բաժանորդագրվեք, լայքեք, կիսվեք իմ հոլովակներով։ Մի մոռացեք, ուզում եմ ձեզ հիշացնեմ։ Հիմա ես կկարդամ այդ անունները։ Մյուս ակնոցս էլ ջարդվել է, ես էլ լավ չի, բայց մի կերպ կկարդամ։ Միշտ մյուս հեռախոսով էի նկարահանում, իսկ ես հեռախոսով կարդում էի։ Հիմա այն մեկը, որ տուն ասենք ինտերնետ չկա, մեկը չի աշխատում, այս նույնից արտագրել եմ թղթի վրա։ Ուրեմն Հասմիկ Սիմոնյան, 100 մեկնաբանություն, լավագույն եւ 130 հավանություն է տվել սրտիկները նշանակել։ Շուշանիկ Հարությունյան, 11 մեկնաբանություն, 10 սրտիկ, 10 հավանություն։ Լուսինե Ալեքսանյան, 100 լավագույն, 149 սրտիկ, այսինքն հավանություն։ Իրինա Պետրովա, այդպես է գրած։ Սա ինչ էր։ Էսի ոնց որ քիչ էր, չեմ գրել Իրանը, որ ինչքան է, բայց գիտեմ, որ քիչ էր, մի 11 հատ լավագույններ, 10 հատ էլ սրտիկ էր դրել։ Կարինե Պողոսյան, իմ մշտական դիտորդը, Հասմիկ Կարինեն, Լուսինեն, իմ անմիջական, իմ միշտ հետևորդներն են։ Ես արդեն մեկնաբանությունները միշտ կարդալով իրենց անունը անգիր եմ արել, ովքեր որ միշտ ներկայանում են, նրանց անունը դե ճիշտ է, չես կարող մոռանաս։ Կարինե Պողոսյանը, 100 լավագույն, 136 հավանություն։ Բոլորիցս շատ շնորհակալ եմ, սիրելիներս, թե գրվածներից, թե մյուսներից, բոլորիցս շատ շնորհակալ եմ, որ ուշադիր եք, որ նա ամեն րոպե սպասում եք, որ երբ ես հոլովակ տեղադրելու, որ դուք նայեք, սիրելիներս, բոլորիցս շատ շնորհակալություն եմ հայտնում։ Դե հիմա վայելենք մեր սուրճը, մինչև մեր հացը պատրաստ լինի։ Մեր թութակն էլ արձագանքեց։ Սիրելի հետևորդներ ջան, շատ չզբաղեցնեմ, եթե սուրճ կամ թեյ եք խմում, հանգիստ խմեք, ես էլ հանգիստ կխմեմ, մի քիչ ուշացումով, մի քիչ ուշադիր լինեմ մեր հացը թխվելու։ Սիրելիներս, մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, հիմա ժամանակն է, որ արդեն շուռ տանք, որ մյուս եսն է թխվի, երևի սրա մեջ։ Սրա մեջ շուռ կտակ, սրանից մեծը չկա։ Շուռ տվեցինք։ Տեսեք, որ այս հետևի մասը արդեն թխված է, հիմա պետք է շուռ տանք, մյուս երեսը թխվի։
Այսպես։ Նորից բերանը փակում ենք։ Ինքը թխվի։ Տակը շատ ցածր է կանում։ Որ հազիվ նկատում, կարամ մոտիկացրել տեսնեք, որ տակը ինչքան ցածր է, հլա տեսեք, հազիվ է, որ ինքը դանդաղ եփվի, իսկ եթե տակը ուժեղ եղա, վերեսից կչորանա, իսկ մեջը կմնա խում։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր հացը պատրաստ է, ես մի անգամ ես ցույց տամ, ջերմաստիճանը ես մի քիչ ցածրացրել եմ։ Այս չափսի ալինելու, որ չասեք էլի սխալ, տեսակ ինչ չափսի է կրակը, այդ չափսի եք անելու սիրելիներս, եթե իհարկե ուզենաք պատրաստեք։ Հիմա մեր հացը շուտանք։ Տակը ասենց է թխվել, բայց ես չոփիկով նայեցի, տեսա, որ ինքը թխված է։ Ձերքս վարեց։ Չոփիկով ես նայել եմ, եկեր ինքը թխված չեղավ, խմորա դուրս գալու։ Մաքուր չոփիկը դուրս եկավ։ Վրեն կպած չկա։ Այս էլ մեր հացը, հիմա չեմ կտրի սիրելիներս, որովհետև տաք է։ Հետո կկտրեմ։ Կտրեմ ու ձեզ ցույց կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր հացը սառել է։ Կարող ենք եւ այսպես ասած կպահել, կտրել, կամ էլ հետևից կտրել, չի խանգարում։ Մեր թութակն մուզիկան է, երաժշտությունն է։ Ասա սեղան ինքի լավ կտրեսել է։ Չէ իմանում, որ տակը ասած դին դա, իմանայի վերևից կկտրեի։ Սիրելի հետևորդներ ջան, նայեք տեսեք։ Սա դնեմ մի կողմ, հիմա տեսեք, որ ինչքան փուչ է եղել մեջը։ Նույն ջեռուցի թխած հացի նման է։ Աղնև է տեղը, շատ համով հաց է։ Այստեղ մեր հացը։ Այս տերեսը ավելի սիրուն է։ Բայց կարևորն է, որ թխված է։ Ասենք կապ չունի, որ սիրուն է, սիրուն չի։ Կարևորը լավ թխված է։ Սիրելի հետևորդներ ջան, տեսակ, որ մեր հացը ցույց տվեցի, ինչքան լավ է թխվել։ Ես այս կարամ ձեզի ցույց տամ, նայեք տեսեք։ Տեսեք ինչքան լավ է թխվել։ Նշանակություն չունի, ջեռուցում եք թխում, թե գազի վրա եք թխում։ Ուղղակի պետք է տակի կրակը նորմալ թողնեք։ Նորմալից էլ մի քիչ ցածր։ Դե սիրելի հետևորդներ, սրանով վերջացրեցի իմ այսօրվա հոլովակը։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ միջև վերջ նկատել, ոնց ասեմ, հետևեցիք իմ ալիքին, այս թութակն էլ ստեղ խանգարում է, ոչ 2 րոպե է կդիմանաք։ Խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Ես ձեզ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Ստեղ ձեզ։